մտահոգություն չունեք, որ հավանաբար իշխանափոխության դեպքում, այս դեպքում դուք նաև քրեական պատասխանատվության ենթարկվեք, որտեղ ըստ էության սեփականություն այսպես վերցնելու, միջամտելու ունենք արբիտրաժի որոշում եւ այլ մտահոգություն չունեք այս բացարձակ մտահոգված չեմ, բացարձակ։ Պարոն Մեսրոպյան, պատգամավորները իրար հետ չտալով կատարել միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։ Չէ, բայց դուք հարցրել եք, այդ հարցը տվել եք իրան, որ վարույթի վերջում նոր որոշեք կատարեք թե չէ։ Նայեք, ձեր ընկերուհիները աշխատակիցներն կալել են հարցի պատասխանատու, բայց դուք շարունակում եք։ Ես ասեք, ինչ է, վարույթից հետո նոր անդրադառնալու եք իրենց գնահատականը։ Վարույթի ընթացքում ես իրավունք չունեմ նման հարցերի պատասխանելու։ Պարոն Մեսրոպյան, ՔՊ պատգամավորները իրար հեղ չտալու ստատուսներ էին գրում, որ Նարեկ Կարապետյանը $10,000 աշխատավարձ է ստացել, դրա համար այդքան թանկ դուք հոսանքի փող եք տվել։ Իրար հեղ չտալով այդ նույն թեզերը առաջ էին տանում։ Դուք մի հատ կասեք, դուք պատասխանատու իրավասու պաշտոնում եք, կասեք, այդ աշխատավարձը մտել է սակագնի մեջ, թե չի մտել։ Ձեր տված հարցը եւս այն հարցերի շարքից է, որոնց այս պահին ես իրավունք չունեմ պատասխանել։ Չէ, մտել է թե չէ, ասենք չկա դա վարույթի։ Ինչ կապ ունի վարույթը։ Այլ հարցեր ունեմ։ Ես արդեն պատասխան չէ, ժողով բանավեճի մեջ եք մտնում, սխալ կարգ եք անում։ Հետի մասնակիցները քպական անդամներով է համալրվում։ Դա խնդիր չէ, տեսնենք, դա խնդիր չկա։ Բացարձակ։ Նորմալ է։ Չեմ, ես չեմ հաստատում նախ այդ փաստը, որ ինչ որ տենց բացարձակ դուք հաստատում եք, լավ եք անում, բայց ես տվանց ինֆորմացիայի չեմ տիրապետում եւ Ասենք Սարիկ Մինասյանը էներգետիկ է դարձել։ Հա ինչա, եթե մարդը ունի համապատասխան կրթություն եւ մենեջմենտի որակների տիրապետում, Սարիկ Մինասյանը իրավունք չունի հեծում աշխատել կամ պետական որևէ այլ կառույցում աշխատելու։ Կարգային առումով մի բան կներկայացնեք, վարույթից հետո ձեր կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի հարցը ինչ է լինի, այսինքն Դա կարգավորվում է էներգետիկայի մասին այդ օրենքով, բայց դրա իրավասու պատասխան տվողը այս դեպքում պետության լիազոր մարմնի ներկայացուցիչը պետք է լինի, բայց մեկնաբանելով օրենքի այդ հատվածը, այո, ժամանակավոր կառավարիչը կշարունակի մնալ այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը հեծի հետ, եթե ամփոփվի այնպես, որ վարույթը ավարտվի լիցենզիայից զրկվելով, խնդրում եմ չմեկնաբանեք, որ ես այսօր հաստատեցի, այո, եթե ավարտվի զրկվելով, ապա ժամանակավոր կառավարչի ինստիտուտը պետք է մնա եւ շարունակի կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ հեծ Փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերի հետ բանակցությունները չեն ավարտվել։ Իսկ մյուս սցենարների դեպքում Եթե կարճվի, բնականաբար ժամանակավոր կառավարիչը կգնա իրենց տուն կամ իր աշխատանքին, այլ աշխատանքի եւ սեփականատերերը կշարունակեն տնտեսվարել իրենց նկատողության դեպքում Ինչ? Նույնն էլ այդ մյուս Այո։ Այսինքն միայն մի դեպքում կմնա, Պարոն Մեսրոպյան, իսկ նոյեմբերի 18-ին որ վարույթը արդեն ավարտվեց, մի րոպե, ինչքան ժամանակում է դա ուսումնասիրվելու, այսինքն եզրակացությունը երբ պատրաստ կլինի։ Լավ չհասկացա հարցը։ Վարույթը իրականացվեց, հետո ինչքան ժամանակում է հստակեցվելու, ինչ որոշում է կայացվել։ Դա արդեն պետությունը պետք է բանակցի կողմերի հետ եւ ես այդտեղ կոնկրետ ժամանակային սահմանափակում կարծեմ չկա, ինչքան որ կտևի։ Եվ բան Մեսրոպյան, հանձնաժողովը արդյոք հեծի գլխավոր տնօրենի աշխատավարձը հաստատելուն մասնակցում է թե ոչ։ Հանձնաժողովը մասնակցում է հեծի այո աշխատավարձային ֆոնդի եւ աշխատակազմի թվականակի հաստատմանը։ Իսկ աշխատավարձի հետ կապված Ես արդեն պատասխանում եմ։ Ասեք, աշխատավարձի հետ ինչ է առնչվում։ Շատ լավ է սակագնի Ինչ է։ Այդ աշխատավարձերը սակագնի մեջ Ես այնքան բան գիտեմ, երեխեք, որ դուք էլ չեք պատկերացնում, բայց պետք է ասել այն ինչ որ իրավասու ես ասել։ Ճիշտ է, որ Ռոմանոս Պետրոսյանը 5.200.000 դրամ աշխատավարձ է ստանում։ Լավ, շնորհակալություն։ Պարոն Մեսրոպյան